Ողջույն, ես Գայանեն եմ և այժմ գտնվում եմ մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Այսօր միասին կտեսնենք, թե ինչ է կատարվում պատմության ֆակուլտետի պատերից ներս։ Ֆակուլտետը հիմնադրվել է 1930 թվականին։ Միջազգային ակտիվ համագործակցության շնորհիվ արտասահմանցի գործընկերները հաճախ են բուհում հանդես գալիս դասախոսություններով, իսկ ֆակուլտետի դասախոսները արտասահմանյան բուհերում։ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը մի տուն է ինձ համար, քանի որ 2 տարվա ջերմմթնոլորտը ես միայն կարող եմ ասոցացնել տան հետ, քանի որ շատ ջերմ է մեր ֆակուլտետի մթնոլորտը, թե դասախոսական կազմի, թե ուսանողների առհասարակ։ Այսօր պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետում, ինչպես մնացած ֆակուլտետներում, նույնպես առանձնահատուկ տեղ է տրվում նոր մեթոդների եւ մեթոդաբանության ընդհանուր առմամբ, որովհետեւ մենք առաջնորդվում ենք հանրապետական չափորոշիչներով կրթական, որոնք կիրառվում են դպրոցում, նույն ձևով ավելի խորացված կիրառվում են նաեւ մեզ մոտ ֆակուլտետում։ Նոր ձեռքբերումներից է, օրինակ, որ մենք ունենք մի նոր դասընթաց, որը կոչվում է արտալսարանային դասընթաց, արտադպրոցական կազմակերպում, դա էքսկուրսիաներն է եւ այլն, որտեղ շատ կարեւոր տեղ են գրավում պրակտիկաները, որովհետեւ առանց հայրենիքը ճանաչելու միայն տեսական գիտելիքներով քիչ է դա դասավանդել։ Մեզ մոտ աշխատում են պատմագիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ եւ հագեցած ու հանրապետությունում ճանաչված մասնագետներ են այսօր աշխատում մեր ֆակուլտետում։ Մեր շրջանավարտները կարող են աշխատել նաեւ թանգարաններում, աշխատում են պետական կառավարման մարմիններում։ Այսօր շատ արդիական մասնագիտություն է դարձել туриզմի ոլորտում գիտ էքսկուրսավարները, որ մեզ մոտ ավարտված պատմաբանները նաև այդ ոլորտում են աշխատում եւ լուրջ հաջողություններ ունեն։ Ես որպես երկրորդ կուրսի ուսանող հատկանշական մի ծրագիր կնշեմ մեր ուսումնաճանաչողական պրակտիկաները, որի ընթացքում այցելում ենք տարբեր պատմամշակութային վայրեր, տեղում ծանոթանում պատմամշակութային վայրերի պատմությանը, ճարտարապետությանը եւ հետաքրքիր դրվագներին, որպես ֆակուլտետի ուսանողական շարժի լավ ծանոթ մարդ, ես կարող եմ առանձնացնել նաև ուսանողական խորհրդի գործունեությունը ֆակուլտետում, որը շատ ակտիվ է եւ նպաստում է ուսանողների ակտիվությանը։ Ֆակուլտետի ներսում կազմակերպվում են տարատեսակ ինտելեկտուալ խաղեր, ինչպես նաև հետաքրքիր բանավեճեր հենց պատմական թեմաներով, ինչը զարգացնում է ուսանողների մոտ քննադատական մտածողությունը։ Մենք շարունակում ենք մեր շրջայցը ֆակուլտետներով։ Ահա մանկավարժականը մեր աչքերով։ Գայանե Միքայելյան, Էլմիրա Շելոց։